Կամավորատեստավորված ուսուցիչների խրախուսման համար 2025-ին նախատեսված միջոցները կավելանան շուրջ 2.16 միլիարդ դրամով, ինչը նշանակում է, որ միայն այդ համակարգին կուղղվի ավելի քան 10 միլիարդ դրամ։ Այս մասին կառավարության դեկտեմբերի 4-ի նիստին նշեց Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Միայն ուսուցիչների վարձատրության ֆոնդը 37 միլիարդ դրամով աճ է գրանցել 18 թվականի համեմատ, ինչը նշանակում է 67% աճ ունենք 18-ի նկատմամբ եւ ինչպես նկատեցինք, միայն կամավորատեստավորման համակարգը այստեղ այս տարի 10 միլիարդ դրամ հատկացում է ստանում։ Իսկ 26 թվականի պետական բյուջեով արդեն միայն ուսուցիչների խրախուսման ծրագրերին, այսինքն ուսուցիչների աշխատավարձը սրա վրա հաշվարկված չի, ավելի քան 20 միլիարդ դրամ է հատկացվելու եւ 2024-ի համեմատ կրկնակի ավել է այն բյուջեն, որը մենք ուղղում ենք ուսուցիչների խրախուսման ծրագրերին։ Այս տարի ատեստավորմանը մասնակցության համար դիմել էր ավելի քան 8400 հոգի։ Բողոքարկումների արդյունքները դեռևս չհաշվարկելով 67.2%-ը դրական է հաղթահարել ատեստավորման գործընթացը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է. Ես հասկացա, որ մենք նման ցուցանիշ նախկինում չենք ունեցել, երբ որ ատեստավորման շրջափուլում դրական արդյունք արձանագրեցների այդքան մեծ թիվ լինի, որովհետև ես հիշում եմ, ի սկզբանե շատ փոքր թվերից, հիմա 59% ասեցիք, հա, որ դրական են։ 67.2%։ Սա նշանակում է, որ պրոցեսները լրջացել են, այսինքն ուսուցիչները իրենք էլ ավելի պատրաստված են գալիս, որը հենց այդ փաստով որ ուսուցիչները ավելի շատ ժամանակ են տրամադրում իրենց արդեն իսկ մեր կրթական որակի վրա ունենալու է պոզիտիվ ազդեցություն, որովհետև իմ ընկալումն է նա, որ հնարավոր չէ սովորեցնել առանց սովորելու։ Քարերի սիմֆոնիա բնության հուշարձանի տարածքում գտնվող հողամասը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։ Որոշման նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, նշելով, որ կա հարուցված քրեական գործ։ Դատախազության Կոտայքի մարզի դատախազը գրությամբ դիմել էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե, տեղեկացնելով, որ դատախազության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասի նկատմամբ գրանցվել է համայնքի, ապա քաղաքացու սեփականության իրավունք։ Համայնքի ղեկավարին հասցեագրված միջնորդագրի քննարկման արդյունքում գույքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը։ Հիմք ընդունելով համայնքի հավաքանու որոշումը եւ դատախազության Կոտայքի մարզի դատախազի գրությունը առաջարկում է ընդունել գույքի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը եւ գույքն ամրացնել շրջակա միջավայրի նախարարությանը հետագա ապօրինի օտարումը կամ այլ խախտումները բացառելու նպատակով։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց գործի նախապատմությունը, նշելով, որ գույքը գտնվում է Բազալտե երգեհոն հանրությանը հայտնի քարերի սիմֆոնիա բնության հուշարձանի տարածքում։ Պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Կոտայքի մարզի դատախազության կողմից կատարվել է ուսումնասիրություն եւ ներկայացվել է միջնորդագիր եւ արդյունքում Գառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել իմ կողմից նշված տարածքի նկատմամբ, որը բնության հուշարձանի տարածքում է գտնվում եւ ըստ էության հանդիսանում է բնության հատուկ պահպանվող տարածք։ Գլխավոր դատախազը խոսեց նաև 2025 թվականի հունվարի 1-ից մինչ օրս պետությանը վերադարձված գույքի եւ դրամական միջոցների մասին։ Այս պահին վերադարձված է 174 միլիոն 545 հազար դոլարին համարժեք 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք։ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչ այսօրվա դրությամբ 20 միլիարդ 678 միլիոն դրամ փաստացի մուտք ունենք վերականգնված միջոցների միասնական հաշվին։ 11 ամիսների ընթացքում վերադարձրել ենք 3 մանկապարտեզ, վերադարձրել ենք մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձաններ, պուրակներ, հողատարածքներ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, որոնք քառակուսիմետրերով չեն չափվում, հեկտարներով են չափվում։ Անընդհատ մենք այդ գույքերը հրապարակում ենք, հանրությունը յուրաքանչյուր գույքի մասին տեղեկացված է եւ կադաստրային արժեքի մասին եւ չափի մասին եւ որ վարչական շրջանում կամ մարզում է գտնվում գույքը։ Հաջորդ շաբաթ հավանաբար այս թիվը 66 միլիարդ դրամը կավելանա, որովհետև նախորդ նիստի որոշմամբ 2 մեծ հողատարածք վերադարձվել է շրջակա միջավայրի նախարարությանը։ Աննա Մելքումյան, Սյունիք լուրեր։